Ուժեղ խաղաղություն անվտանգային հայեցակարգում Ուժեղ Հայաստան կուսակցությունը համադրել է ներկա մարտահրավերների և ապագայի տեսլականը։ Ինչպես սահմանին հաճախ եղածները կարող են փաստել այս նկարի իսկությունը, առաջին նկարի, ցավալի իսկությունը։ Մենք համոզված ենք, որ հայրենիքի անվտանգությունը սկսվում է սահմանների անխոցելիությունից, իսկ մեր սահմանները պետք է լինեն խելացի, ժամանակակից տեխնոլոգիաների և արհեստական բանականության ներդրման միջոցով Հայաստանի սահմանի յուրաքանչյուր մետրը շուրջօրյա պաշտպանված է լինելու։ Կուսակցության անվտանգային թիմի ղեկավար Կանդազմա կանոնով լեգենդար հետախույզ արցախյան բոլոր պատերազմների մասնակից Արթուր Ավանեսյանը վստահեցնում է, իրենց ծրագրերի իրագործման դեպքում Հայաստանը կդառնա բացարձակ անվտանգ գոտի։ Առանցքային քայլերի թվում են պաշտպանական բյուջեի էական ավելացումն ու զինված ուժերի համալրումը նորագույն տեխնոլոգիական լուծումներով։ Վերանայելու ենք սպայական կազմի կրթական ստանդարտները, շեշտը դնելով ռազմավարական մտածողության, տեխնոլոգիական գրագիտության և առաջնորդության վրա։ Ծրագրի մշակմանն ու փորձի փոխանակմանը ներգրաված են միջազգային հեղինակավոր փորձագետներ։ Նրանց թվում է Իսրայելի պաշտպանության բանակի բրիգադային գեներալ Զվիկա Խայմովիչը։ Երկարամյա զինվորական ծառայության հարուստ փորձն այժմ ներդնում է հայկական բանակի արդիականացման գործում։ We are living in a very dynamic geopolitical environment. Instability, interest leading our decisions. Country today build again borders. They broke the borders a few decades ago and today they are building the borders. So it creates a lot of challenges, but it creates at the same time a lot of opportunities. Պարզ է, որ այսօր ապրում ենք մի աշխարհ քաղաքական իրավիճակում, որտեղ մարտահրավերները բազում են եւ շատ բարդ։ Պարզ է նաեւ, որ անդադ փոփոխվող իրավիճակ է տեղի ունենում, հարափոփող մի իրավիճակ, եւ այս առումով մենք տեսնում ենք, որ կա նաեւ սահմանների շարժ, տարածաշրջանում կա պայթյունավտանգ իրավիճակ։ Այդ ամենը մենք պետք է հաշվի առնենք։ Անվտանգային թիմի կազմում են նաև Հունաստանի հատուկ նշանակության զորքերի փորձագետ Էֆտիմի Ստուրտիդիսը եւ արտաքին քաղաքական հարցերով խորհրդատու Միքայել Դարփինյանը։ Վերջինս ընդգծում է, չնայած գլոբալ գործունեությանը իր համար վերջին կայարանը Հայաստանն է։ Ես որպես հայ ծնված ԱՄՆ-ում, մայրս գյումրեցի, հայրս Հալեբից հայրենադարձ, ճամփորդել, սովորել, ապրել, աշխատել է մի քանի տասնյակ երկրներում, բայց վերջին կանգառս համարում եմ այստեղ, որտեղ միասին ձեզ հետ կողք կողքի կառուցելու ենք մեր ուժեղ ապագան, ուժեղ Հայաստանը։ Արտաքին քաղաքական վեկտորների եւ պետական շահի մասին արհեստական բանականության կիրառմամբ ստեղծված տեսաուղերձում Ուժեղ Հայաստան կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն ընդգծեց հավասարակշռված դիվանագիտության կարևորությունը։ Հայրենիքը սկսվում է սահմանից, հայրենիքի նկատմամբ սերը ևս։ Հետևաբար Հայաստանի սահմանները պետք է լինեն անկոտրում եւ անխախտ։ Մշտական հետախուզական համակարգման կենտրոնները, անօդաչու հետախուզությունը եւ արհեստական բանականության վերլուծությունը հնարավորություն են տալու մեր սահմանները պահել անառիկ, իսկ մեր զինվորներին պաշտպանված։ Այսպիսով Ուժեղ Հայաստանը ներկայանում է ոչ միայն ներքին ռեսուրսների մոբիլիզացմամբ, այլև համաշխարհային փորձի տեղայնացմամբ։ Ուժեղ խաղաղություն ծրագիրը փորձ է ստեղծելու մի պետություն, որտեղ արդիական տեխնոլոգիաները, միջազգային կապերն ու անզիջում պետական շահը դառնում են մեկ միասնական անվտանգային վահան։